Սիրելի հայրենակիցներ, 15-20 րոպե տևած մեր զրույցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչի հետ փաստեցինք 3-4 կարևոր կետ։ Այս մարդիկ մինչ այս պահը ընտրություններից անցել է մի քանի օր, չունեն վերջնական արդյունքներ, չունեն վերջնական տվյալներ, սա իրանց ասած բառն է։ Իրենք սպասում են վերջնական տվյալներին։ Չունենալով վերջնական տվյալներ, քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ի գիշերը, հունիսի 8-ի առավոտյան ասում էր հաղթել ենք։ Հիմա փաստենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ ասում է դեռ մենք վերջնական տվյալներ չունենք։ Երկրորդը փաստեցինք, որ իրենք հայտարարել էին նախագահ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 59 ձայնով չի հաղթարում Շեմը։ Այս մարդիկ մեր այս մի պնդումն էլ ընդունեցին, որ մենք գտել ենք այդ 131 ձայնը, որը որ 59-ից, եթե գումարում անում նորմալ իմանան, մի քանի անգամ իրենք չէ, տարբեր քաղաքացիական պայմանագրի փոքրիկ ներկայացուցիչներ։ Իմանա, որ անցել եք, սա էլ փաստեցինք, այս մարդիկ ասեցին, այո, ձեր թվերը կներառենք մեջը եւ իրենց ասած 50-ի փոխարեն 131-ը արդեն տվել ենք։ Երրորդ ամենակարևորը ինչն է, իրենք ասում են հանրային ճշում է եղել, երկրորդ տեղամասում, տարբեր տեսանյութերը, տարբեր լրատվականներում եղել, մարդիկ ճշում են գործատեր մեր վրա եւ մենք այդ երկու տեղամասի քվեները ընտրությունը չեղյալ ենք հայտարարել, բայց եւս փաստեցին, որ այդ ամեն ինչի մեղավորը ոչ թե մենք ենք, ընդդիմությունն է, այդ 500 քանի հազար մեր հայրենակիցներն են, այլ իշխանությունն է, որովհետեւ իշխանության թույլտվության արդյունքում այս երկու տեղամասում երեկոյան 20:00-ից հետո մեր զինվորները գնացել են ու քվեարկել են։ Ոչ մեկ չէր կարող ընդդիմությունից այդ անել։ Այդ արելա իշխանությունը ու այդ արելա նորմալ, գիտակցված, որ հետո այս պահին հասնի։ Այս մարդիկ դա էլ ընդունեցին։ Հիմա այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մեզ խնդրում է ուղղակի։ Խնդրում է, սպասեք 1 օր, մենք ձեզ վստահեցնում ենք, այդ թվերը կա։ Իսկ ինչն է ամենակարևորը։ Ամենակարևորը, որ իրենք արդեն երեկոյան գիշերը երեք հապչեպ, այնպես են արել, որ այդ ընտրատեղամասի ամբողջ արդյունքները անվավեր ճանաչվի։ Հակաօրինական է, իրենք էլ են դա ասում, եթե դա վերջնական որոշում եղավ, այդտեղ լինելու է նորից քվեարկություն։ Մեր 2100 ավել, մեր 2600 մեր բնակիչները իրենք ընդունում են, որ այո, իրենց ապօրինի զրկել են իրանց ձայնի իրավունքից։ Պետք է նորից քվեարկություն անենք։ Միանշանակ, ով համաձայն։ Պատճառաբանում է, որ կոլեգիալ մարմին են եւ մենակով չեն կարող պատասխան տալ։ Ինքը ասում է մենակ, ես եմ ներկայացուցիչ, մենք կոլեգիալ կիրակի օրը, մենք բոլորը հանրության առաջ, բոլորի առաջ կասենք, բայց ես ձեզ վստահեցնում եմ, այս կռիվը քաղաքացիական պայմանագիրը տանում է միայն, որ Բարգավաճ Հայաստանը չանցնի եւ ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Դա է պատճառը, որ իրենք վերջնական պատասխան չեն տալիս։